Գեղեցկությունը զոհեր է պահանջում մեր օրերում այս եզրույթը շատ կանանց ու աղջիկների շրջանում կիրառվում է բառի ուղիղ իմաստով։ Դա է պատճառը, որ շատ հաճախ հայ կանայք կորցնում են իրենց իրական գեղեցկությունն ու ձեռք բերում այլ տեսք։ Միանման շուրթեր, չափազանց արտահայտված այտոսկրեր և անհաղորդ հայացք։ Ահա թե ինչ է լինում, երբ երիտասարդ աղջիկներն ու կանայք փորձում են թրենդային մրցավազքից հետ չմնալ։ Էսթետիկ բժշկությունը ստեղծված է կնոջ գեղեցկությունն ընդգծելու, խնամքն ապահովելու, այլ ոչ թե դեմքի համաչափությունը խախտելու համար, ասում է բժիշկ կոսմետոլոգ Արև Այվազյանն ու բացատրում, ինչու է էսթետիկ բժշկությունը երբեմն դեմքն ավելի տգեղացնում և որտեղ է թաքնված վտանգը։ Մեզ մոտ է հանդիպում շատ դեպքեր, որ գալիս են արդեն աղավաղված դեմքը, մենք մի քանի կոնսուլտացիաներ բուժումներից հետո հանում ենք այդ ֆիլերները, որը անհաջող է արված կամ ոչ որակյալ նյութերով է արված ֆիլերը, և ներարկում ենք այնպիսի ֆիլերներ, որ հետագայում և թեկուզ և մեր մոտ նորից չայցելի պացիենտը, բայց երբ որ գնա ուրիշ կլինիկա, ուրիշ մասնագետի մոտ, նման խնդիր չունենա պացիենտը։ Առողջությանը չվնասենք ամենակարևորը։ Նյութերի որակից մինչև ճիշտ մասնագետի ընտրություն հարցերը պետք է ծանրութ հետև անել, հետո միայն որոշումներ կայացնել այս կամ այն միջամտությունը կատարելու համար։ Կատարում եմ ֆիլերներ, բոտեքս, բիոռևիտալիզացիա, մեզոթերապիա, PRP թերապիաներ, պիլինգներ, խնամքներ, բժիշկը պետք է շատ մեծ պատասխանատվություն ունենա, շատ վստահություն պետք է ներշնչի հիվանդին, պացիենտին այս մեր պարագայում, որպեսզի նա շատ վստահի բժշկին, բժիշկ ու պացիենտ հարաբերությունը պետք է շատ լավ լինի, ամուր հիմքերի վրա պետք է լինի։ Գեղեցկությունը դեմքի բնականությունն ու ներդաշնակությունը պահպանելու մեջ է։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, կարգախոսով է առաջնորդվում զրուցակիցս։ Լինում են աղջիկներ, որ ուզում են շատ, օրինակ, շուրթերի հատվածում, որ շատ ունենան արտահայտիչ տեսք, բայց ես մի քիչ կողմ եմ, որպեսզի բնականին մոտ լինի գեղեցկությունը, բնական լինի, ուղղակի ընդգծված լինի ամեն ինչ։ Ես իրենց համոզում եմ, որպեսզի անենք այնպես, որ բնական լինի, արտահայտված, բայց բնական։ Մեր կանայք առհասարակ շատ գեղեցիկ են մեր հայրուհիները, բայց գեղեցկությունը պահպանելու համար շատ կարևոր է, որ գոնե տարվա մեջ 2 անգամ այցելեն կոսմետոլոգի, անել ճիշտ խնամք, ճիշտ ներարկումներ, կախված իրենց անատոմիայից, դեմքից, ինչ որ անհրաժեշտ է արդեն պացիենտին ըստ մասնագետի և ըստ պացիենտի ցանկության։ Մասնագետն ուրախությամբ է փաստում, մեր օրերում կանայք սկսել են ավելի շատ հետևել իրենց արտաքինին, հատկապես երիտասարդները փորձում են պահպանել գեղեցկությունը երևալ խնամված։ Մեր օդը դե շատ աղտոտված է, որը առաջացնում է դեմքի առաջինը չորություն։ Մեր արևը շատ ուժեղ է, էլի, որը պիգմենտացիաներ է առաջացնում, չորացնում է դեմքը։ Ամեն մի երկրորդ, երրորդ պացիենտի հետ, որ անամնեզ հավաքելուց հարցնում ենք, ջուր խմում եք, շատ պացիենտներ ասում են, որ մի բաժակ, մենք չենք ծարավում, շատ հազվագյուտ է, որ իրանք պահում են, այդ 1 լիտր, 2 լիտրը, որը շատ կարևոր է մաշկի համար, ամենաառաջին տեղում է ջուր խմելը, որ մաշկը առողջ լինի, թարմ լինի։ Էսթետիկ բժշկության մեջ կիրառվող մեթոդներն օգնում են կանանց ծերանալ ավելի բնական, չկորցնելով անհատականությունը։ Պարզվում է, հայ տղամարդիկ հոգնել են կլոնավորված դեմքեր տեսնելուց։ Իրանք սիրուն են, էլ ինչ է էսթետիկ, պռոշները լենացնեն, ներկարացնեն, ուռացնեն, քիթը քանդեն։ Բայց օրինակ, որ նայում եք տհաճություն զգում եք, որ բոլորը միանման են։ Հա, քիթը լրիվ միանման է, պռոշները լրիվ հեռից հեռու երևում է, որ միանման են։ Շատերն էլ կողմ են իրականացվող միջամտություններին, միայն թե կանանց խորհուրդ են տալիս չափերը չանցնել։ Եթե պետք է իրանց, գտնում եմ, որ հա կարելի է։ Չափ ու սահման կա էլի երևի ուղղակի, այդքան բան։ Իսկ առհասարակ հայ կանայք պահպանում են այդ չափն ու սահմանը։ Շատ չէ։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։